Երևի թե քարանձավները նախամարտու մոտ եւ նրա հիշողության մեջ, որ գենետիկորեն մեզ է փոխանցվել, թողել են ամենահետաքրքիր հիշողությունները, որովհետեւ մարդու ինտելեկտը կամ մտավոր ընդունակությունների համակարգի վերաձևավորման գործընթացը երևի թե հիմնականում տեղի ունեցել այդ ժամանակաշրջանում։ Հետաքրքիր է, որ վերջերս մի քանի անգամ հեռուստատեսությամբ ես տեսա հաղորդումներ, որտեղ նկարագրում են մարդկանց, ովքեր սկսել են փորել քարանձավներ։ Վստահ եմ, որ գենետիկական հիշողությունը իսկապես հզոր դրդիչ է նման քայլ կատարելու համար եւ դա այդ տարիների հիշողությունն է։ Ամբողջ խնդիրը այն է, որ քարանձավը բավականին ձեռնտու բնակավայր էր, նույնիսկ եթե ասենք մարդկային մեծ խմբեր էին ապրում եւ առաջանում էին ամբողջ քաղաքներ, որոնք ապրում էին քարանձավներում։ Նախ դժվարամատչելի էին այդ տները, երկրորդը էկոլոգիապես մաքուր էին։ Քարանձավների մեծ մասը փորվում էին կամ հրաբխային պեմզայի կամ կոնգլոմերատների մեջ եւ կամ ավազաքարերի մեջ, ինչպես Գորիսում է, հրաբխային ավազաքարերի մեջ եւ կամ ասենք Գեղարդի ժայռափոր ճգնարաններն են, որտեղ օդը անընդհատ շրջանառություն էր իրականացնում եւ այդ ծակոտիների մեջ ներծծում էր հավաքված աղտոտված գազերը եւ մաքուր թթվածիններ արտահոսումներ։ Մյուս կողմից ջերմաշճանի տատանումները, որ ասենք ձմռանը տաք էր լինում, որտեղ ապարները չէին հասցնում սառել այդ աշյա, իսկ ամռանը խով էր լինում, որտեղ ապարները չէին հասցնում շիկանալ այդ աշյա։ Այսինքն նաև լուծվում էր ջերուցման խնդիրը մեծի մասամբ։ Չնայած այսօր, եթե Գորիսում կամ պահպանված տեղ գյուղի բան այդ քարանձավները նայելու լինեք, ապա կհամոզվեք, որ այնտեղ երթիկներ կան եւ կան բուխարիկներ։ Այսինքն բոլոր դեպքերում մարդիկ ջերուցման խնդիրը չեն դրել բնության վիսի վրա, բայց համեմատաբար շատ ավելի ձեռնտու էր եւ էկոլոգիապես ավելի անվտանգ էր ապրել քարանձավներում, քան թե հյուղակներում, որոնք կառուցվում էին ողափոր հյուղակներում, որը որ աղքատ մարդը ավելի չէր կարող կառուցել։ Այնուհետև ստեղծվեցին առաջին քաղաք-պետությունները, մարդկանց պոպուլյացիա մոլորակի վրա հաղթահարեց միլիոնի սահման։ Տարօրինակ չէ, որ այսօր մենք քաղաք-պետությունների մասին խոսելիս միշտ նշում ենք հարթավայրային տարածքները, որը լեռնային տարածքի պետականության մասին չենք խոսում, եթե իհարկե չհիշենք Արտակ Մովսիսյանի եւ մի շարք այլ գիտնականների կողմից արձանագրված փաստերը, որ պետությունները շատ ավելի վաղ շրջանում հենց ստեղծվել են լեռներում եւ ապա իջե հարթավայրում։ Այնուամենայնիվ, հարթավայրերում քարանձավային մշակույթը չէր կարող գոյատևել։ Չնայած դրան, Եգիպտոսում մենք վկա ենք քարանձավային դամբարանների ահռելի մի մշակույթի եւ մեծ քանակությամբ քարանձավային բնակավայրերի Հորդանանում, Սիրիայում եւ այլն։ Անձամբ տեսել եմ այդ ամենը եւ նաեւ Եթովպիայում եմ տեսել։ Խիստ ջուր կարծիք ունեմ, թե տեղաբնակների կողմից է դա ստեղծված։ Այս տեսակետը ինձ ստիպում է մտածել, որ երևի թե երևույթը մեզնից է փոխանցվել իրենց, որովհետև ամենախիտ քարանձավային բնակավայրերը սկսում են Հայաստանից եւ ապա տարածվում են դեպի Կապադոկիա, Անատոլիա, այսօր այդպես են կոչում այդ տարածքը, դեպի Եգիպտոս, դեպի Հորդանան, ընդ որում
Իտալիայում, Հունաստանում ժայռափոր եկեղեցիներ այսօր եթե համեմատում ենք, դրանք փաստորեն կրկնում են մեր ժայռափոր եկեղեցիները։ Հայաստանում ժայռափոր կառույցները եղել են դեռևս քսենոֆոնի ժամանակ։ Քսենոֆոնը նկարագրում է իր գարեջրի համտեսման փաստը եւ այդ նկարագիրը անմիջականորեն կապված է լինում մի գյուղի հետ, որը ժայռափոր էր։ Քսենոֆոնը զարմանքով է նկարագրում ստորգետնյա այդ կառույցները, որտեղ անասուններն էին պահում, մարդիկ էին ապրում եւ նկարագրում էր նաեւ այն առատությունը մթերքի, ուտելիքի հնարավորությունների զուգահեռաբար նաև նկարագրում էր քարանձավային բնակավայրում ապրող մարդկանց ճարտարագիտական ունակությունների մասին։ Այսինքն իրենք սովորեցին այնտեղ, որ մարդիկ, եթե ուզում են ձիերի հետ երկար ճանապարհ անցնել ձմռանը, պիտի իրենց ոտքերին կապեն ուռենու ճյուղերից պատրաստված որոշակի ոտամաններ։ Ոտնամանների նման կոնստրուկցիա նա սովորեց այդտեղ, որպեսզի չխրվեն ձնի մեջ եւ կարողանան։ Բացի այդ, նրա զարմանքը քարանձավների այդ կառուցված տեսքի, ներսի ջերմության, հարմարավետության մասին շատ հետաքրքիր զուգահեռ է մեզ տանում այն փաստի հետ, որ որևէ պատմիչի մոտ, եթե դա կապված չի եղել կոնկրետ փաստի հետ, հայ պատմիչի մոտ, նկարագիր չենք տեսնում։ Ինչն է պատճառը։ Պատճառը այն է, որ դա եղել է առօրյական, սովորական երևույթ։ Մարդկանց մեծ մասը կամ ապրել են գետնախորշերում, կամ ապրել են հողատներում եւ կամ քարանձավներում։ Եվ նկարագրել այդ երևույթը ափսոս էր, որովհետեւ մագաղաթը բավականին թանկ արժի։ Մարի Օրբելու էքսպեդիցիան 15 թվականին եւ 5 թվականին ու 6 թվականին Անիում վեր հանեց բազմաթիվ փաստարկներ, որ Անիի տակ ամբողջ մի քաղաքի գոյատևել։ Ամբողջ մի քաղաք, որտեղ ամենահամեստ հաշվարկներով նույնիսկ 10-12 հազար մարդ է ապրել 10-ից 13-րդ դարերում։ Եթե մենք համեմատելու ենք եվրոպական քաղաքների հետ, երբ Փարիզը կամ Լոնդոնը մեծագույն քաղաքներն էին, այդ տարիներին ընդամենը 10-12 հազար բնակիչ ունեն, ապա համոզվում ենք, որ մենք գործում ենք իսկապես քաղաքակրթության։ Ինչու եմ ասում քաղաքակրթության, որովհետև այդ քաղաքակրթության բնակավայրը, տեղը մեր պատմիչները ուշադրություն չեն դարձրել, բայց դրան զուգահեռ չափազանց մանրամասն նկարագրում են վրաց պատմիչները։ Դա է զարմանալի է, որովհետև իրենք ունեն վարդյա, որը պնդում է, որ վրացականը, ես առայժմ հակառակը պնդելու հիմքեր չեմ ուզում որոնել, բայց համոզված եմ, որ եթե ոչ հայկական, ապա հայկական ազդեցությամբ կառուցված ժայռափոր համալիր է։ Ավելին, արդեն 20-րդ դարում մենք ունենք Գորիսը, Քարաշենը, Խնձորեսկը եւ մի շարք գյուղեր, որոնք որ բացառապես միայն քարանձավային եւ չեմ կարծում, թե այսօրվա լավագույն վերանորոգված 20-րդ, 21-րդ դարի նույնիսկ ոգով սարքված տները էկոլոգիապես ավելի մաքուր էին, քան այդ քարանձավները։